Ողջույններ բոլորին, այսօր սկսում ենք մի հատ նոր թեմա, ֆայլեր։ Անցնենք միանգամից մեր խնդրին։ Խնդիրը հետևյալն է։ Մի հատ input.txt անունով ֆայլ կա, այդ ֆայլի մեջ ինչ-որ տեքստ կա։ Ուզում ենք բացենք այդ ֆայլը կարդանք ու մի հատ տպենք, ասենք, այդ ֆայլի մեջ քանի հատ նիշ կա, քանի հատ տող կա ու քանի հատ բառ կա։ Բառերը առանձնացվում են ինչ-որ բացատով կամ նոր տողով։ Գնացինք։ Նախ պետք է մեր ֆայլը բացենք, չէ՞։ Եկեք գրենք f-ը հավասարա file բառից բացել open ու ֆայլի անունն է input.txt։ Հիմա որ կարդանք այս ֆայլի պարունակությունը, գրում ենք f.get.read, ու եկեք սա պահենք մի հատ content անունով փափխականի մեջ, content հենց նշանակում է պարունակություն։ Մի հատ տպենք այս մեր content-ը, տեսնենք ինչ է։ Մի քիչ շոշափելի դառնա խնդիրը։ Ահա, program output, այսպես մի հատ ինչ-որ տեքստ է։ Հիմա եկեք հերթով առաջադրանքները կատարելով գնանք։ Նախ առաջինը, որ ստանանք, թե քանի հատ նիշ կա, կարանք ուղղակի նայենք այս մեր content-ի երկարությունը, չէ՞։ Այստեղ եթե գրենք len content, ու սա մեր մոտ print անենք, սա կլինի հենց թե քանի նիշ կա մեր տեքստի մեջ։ Ահա, այս 31-ը բռնցրեցինք։ Հիմա ավելի հետաքրքիր մասը, պետք է հասկանալ, թե քանի տող կա մեր բանի մեջ, մեր տեքստի մեջ։ Ու ոնց կարանք վարվենք, կարանք ըստ նոր տողի սիմվոլի բաժանենք տարբեր մասերի տեքստը ու նայենք, թե ինչ երկարության ցուցակ ստացանք։ Այսինքն օգտվենք մեր շատ սիրելի split հրամանից։ Եկեք սա comment անենք չխանգարի, գրենք այստեղ get split ու որպես բաժանելու միջոց նշենք /n, նոր տողի սիմվոլը։ Այսպես որ վարվենք, կստանանք ցուցակ, որի երկարությունը կլինի հենց նոր տողերի քանակը։ Այստեղ եթե գրենք len ու այս պատմությունը, կգանք արդեն կհանգենք մեր ճիշտ պատասխանին 2-ին։ Այս ձևը կուտվի իհարկե, բայց ուղղակի սենց ոտի վրա անիմաստ մի հատ ցուցակ ենք սարքում ու այդ ցուցակի երկարությունն ենք հաշվում։ Ու ըստ էության մեզ պետք է հասկանալ, սա կախված է նրանից, թե քանի հատ /n կա, էլի։ Մենք կարող ենք հաշվենք /n-երի քանակը գրելով content.get.count ու գրենք /n։ Ահա, եկեք գրենք։ Ուղղակի այստեղ մի հատ նրբություն կա, մի հատ աշխատացնենք, տեսնենք նոր ասա նրբությունը։ Ահա, տեսեք, այս առաջինը տպում էր 2, որը ճիշտ է, այս մեկը տպում է 1։ Ինչի, որովհետև եթե ունենք օրինակ 3 հատ տող, ինչ որ 3 հատ տող ունենք, մենք նշանակում է, որ նոր տողի անցնում ենք 2 անգամ, չէ։ Դրա համար պետք է մի հատ այստեղ գրենք +1։ Եկեք այս մի լուծումը ջնջենք, թող այս մեկը մնա։ Ահա, այս մեր առաջի լուծումն էլ բերենք դիմաց, այդ նիշերի քանակը հաշվելունը։ Ահա, հետո գալիս ենք ավելի հետաքրքիր խնդրին, բառերի քանակին։ Եթե գրենք ստեղ, եկեք մի հատ տպենք, տեսնենք, թե ինչա, եթե content-ը ուղղակի գրենք get split ու օրինակ նշենք /n-ով, այտենց տեսանք ավելի ճիշտ թե ինչա լինում։ Եթե ուղղակի այսենց գրենք, ինքը իրականում ճիշտ կաշխատի ու ստեղ նրբությունը նա է, որ եթե գրենք երկարությունը, էլի իրա իհարկե։ Նրբությունը նա է, որ գուցե առաջի հայացքից մի քիչ շփոթացնի, որ ասի համ բացատներով կարող աշխատի, համ /n-ով։ Բայց այս split-ը իրան երբ որ ոչ մի արժեք չենք տալիս, ինքը ոչ թե աշխատում է նրանով, որ ինքը ըստ լռելյան իր default արժեքը լինում է բացատը, այլ լինում է ուղղակի white space կոչված բան, այսինքն բաց սպիտակ տարածություն, տենց որ ուղղակի տեքստ չկա, այսինքն սա էլ, նոր տողն էլ, այդ ամեն ինչը ինքը միանգամից հաշվի առնում է։ Դրա համար եթե այսպես գրենք ու սրան տանք len, սա արդեն կաշխատի ճիշտ։ Մինչդեռ եթե ուզենայինք որպես հաշվելու մեթոդ գրեինք ուղղակի count անենք, թե քանի հատ բացատ կա, գրենք content.get.count, այստեղ բացատի նշան, սրանով կստանենք ավելի փոքր թիվ, որովհետև բաց կթողենք, այսա, կստանենք այս 4-ը։ Դրանով արդեն բաց կթողենք այն դեպքերը, երբ որ զուտ նոր տողով է իրարից առանձնացված։ Ու այսքանը, սրանով արդեն եկանք ճիշտ լուծման։ Հաջողություն։